Հայ բուսակ համալսարանի Գյումրիի մասնաճյուղում այսօր ուսումնական հերթական օրը սկսվել էր այլ կերպ։ Մայրաքաղաքից ժամանած մայրբուհի ներկայացուցիչները ուսանողներին հայտարարել էին, որ նոր հրամանագրի համաձայն իրենք հեռացված են համալսարանից վարձավճարներ ժամանակին չմուծելու պատճառով։ Մեզ հիմա եկել են, Երևանից եկել են, ներկայացնում են մի հրամանագիր, ըստ որի մենք հեռացված ենք համալսարանից վարձերի պատճառով, բայց այդ ցուցակները լրիվ թերի են եւ մեծ մասին հեռացրել են այդ թերի ցուցակներով ու մենք վճարել ենք վարձերը։ Իրենք բուհի ներկայացուցիչները, սակայն այս առնչությամբ մեր տեսախցիկի առջև որոշ բացատրություններ դժվարացան տալ։ Ավելին նրանք նույնիսկ փորձեցին խոչընդոտել մեր աշխատանքը, նշելով, որ իբր մենք խանգարում ենք իրենց գործունեությունը։ Ուսանողների բողոքը մասնավորապես կայանում էր նրանում, որ մայրաքաղաքից ժամանած ներկայացուցիչները առաջարկել են իրենց բուհը փակվելու պարագայում հետագայում ուսումը շարունակել մայրբուհում։ Պայմանագրի մեջ այդպիսի կետ չի եղել, որ կարող են տեղափոխել կամ ընդհանրապես փակվել ինստիտուտը։ Մեր պահանջներն է, որ ընդառաջ են որոշակի ժամանակ տան, որ մենք կարողանանք տեղափոխվել կամ ինչ-որ ուրիշ հաստատություն տունվել։ Ասում են, որ 100% զեղ չեն անելու, դա ուղղակի խոսքեր են։ Տեղում հեռախոսով կապվեցինք նաև Հայ բուսակ համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանի հետ, ով նշեց, որ հատկապես վերջին 1 տարվա ընթացքում ֆինանսական առումով իրենց համար դժվար է եղել հոգալ Գյումրիի ուսումնական կետի ծախսերը, ուստի և դիմել են այս ծայրահեղ քայլին ուսանողներից վարձավճարները հնարավորինս շուտ հավաքելու նպատակով։ Ինչ որ մեկը բողոքել է, որ այստեղից է, չգիտեմ ինչ համար է բողոքի, այդ բողոքը չի անցնում 2 շաբթի 10-ին։ Վաղը գնում եմ այդ հարցով Երևանում պարզ է, որ ոչ մեկը բարձ չունի ու կան։ Բուհի փոխտնօրեն Թամարա Հարությունյանն էլ նշեց, որ ուսանողներից վարձավճարները հավաքելու դեպքում իրենք լուծարվելու խնդիր չեն ունենա, այնպես որ ուսանողներն այս առումով անհանգստանալու հիմքեր չունեն։ Անահիտ Նադարյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։